Բարև ձեզ, Արսեն Ստեփանյան, Counterpart International, ներկայացնեմ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի շուրջ վերջերս տեղի ունեցած զարգացումները։ Հունիսի 11-ին հասարակական կազմակերպությունները հավաքվել էին քննարկելու ՀԿ օրինագծի 4-րդ նախագիծը ներկայացված Արտադրության նախարարության կողմից։ Նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել 2009-ի սեպտեմբերին, հակասական կարծիքների եւ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Նախագծի նպատակն էր ըստ Արտադրության նախարարության բարձրացնել ՀԿ-ների թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, սակայն որոշ հասարակական կազմակերպություններ պնդում են, որ նախագիծը նպատակ է հետապնդում վերահսկողություն հաստատել հասարակական կազմակերպությունների գործունեության վրա։ Հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քարոզարշավի արդյունքում նախագիծը անցել է վերանայման տարբեր փուլեր եւ այժմ նորացված նախագիծը քննարկվում է հասարակական կազմակերպությունների կողմից։ Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունը սկսել է հանրային քննարկումների շարք Հայաստանի տարբեր քաղաքներում քննարկելու նախագիծը եւ հավաքելու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումները վերանայված նախագծի համար, որպեսզի ներկայացվի Արտադրության նախարարություն։ Դրանից բացի հանրային քննարկումների շարքը նպատակ է հետապնդում ցույց տալու պետական կառավարման մարմիններին, ինչպես կարելի է արդյունավետ կերպով ներգրավել հասարակությանը որոշումների կայացման գործընթացում։ Եվ ավելին ակնկալում ենք նաև, որ հանրային քննարկումների արդյունքում կարող են բացահայտվել այն հիմնական խնդիրները, որոնք չեն արտացոլվել նախագծում, սակայն խոչընդոտում են հասարակական կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը։ Առայժմ այսքանը, մնացեք մեզ հետ, շնորհակալություն։